221 լրացրու աղյուսակը և կառուցիր համապատասխան գրաֆիկը։ Աղյուսակը լրացնելու համար ai արժեքները բազմապատկում ենք ինքն իրենով, այսինքն 1, 1, 2, 2 անգամ 2, 4, 3 անգամ 3, 9, 4 անգամ 4, 16, 5 անգամ 5, 25, ինչ ունեցանք։ ai արժեքը 1 է, a անգամ a 1, a-ն 2 է, a անգամ a-ն 4, a-ն 3 է, a անգամ a-ն 9, 4-ի դեպքում 4 անգամ 4, 16, 5 անգամ 5, 25։ Կառուցում ենք համապատասխան աղյուսակը։ Պատկերացնենք a-ն 1, 2, 3, 4, 5, մեր a-ն է, սա մեր a անգամ a։ Պատկերացնենք 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28 և այլն։ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28 և այլն։ Կառուցում ենք գրաֆիկը։ 1 անգամ 1 հավասար է 1, ահա, 1, 1։ Երկուսի պարագայում 4 էր։ 3-ի պարագայում 9։ 9 8-ի և 10-ի մեջտեղում է։ 4-ը 16-ի հետ։ Եվ 5-ը 25-ի հետ։ Այստեղ մեզ մոտ 25-ը գտնվում է 24-ի և 26-ի կենտրոնում։ Եվ կառուցում ենք գրաֆիկը։ Նշված գծերը միացնում ենք իրար։ 6-րդ դասարանի մաթեմատիկայի հերթական թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքները պատկերված են աղյուսակ 2-ում։ Այդ տվյալներով կազմիր սյունաձև տրամագիր։ Սյունաձև տրամագիրն ունի հետևյալ տեսքը։ Հիմա մենք կազմում ենք սյունաձև տրամագիր հիմք ընդունելով այս աղյուսակի տվյալները։ Այս աղյուսակում ըստ այս աղյուսակի 1 գնահատական է ստացել 0 սովորող, 2 գնահատական է ստացել 1 սովորող, 3 գնահատական է ստացել 2 սովորող և այսպես։ Մենք օրդինատների առանցքը հիմք ենք ընդունում գնահատականները, նշանակում ենք գնահատականները, աբսիսների առանցքը նշանակում ենք սովորողների թիվը։ Հիմա փորձենք կազմել։ Ահա, 1 գնահատական է ստացել 0 սովորող, 2 գնահատական է ստացել 1 սովորող։ Մենք յուրաքանչյուր սովորողը վերցնում ենք 1 վանդակ։ Հիմք ենք ընդունում 1 վանդակ։ Այնուհետև 3 գնահատական ստացել են 2 սովորող։ Սա մեր 3 գնահատականն է, 2 վանդակ կվերցնենք, 2 սովորող։ Այսպես կնշենք։ 4 գնահատական են ստացել 5 սովորող, 5 վանդակ, 1, 2, 3, 4, 5, այսքան սովորողը ստացել են 4 գնահատական։ Ինչպես կցանկանաք, այնպես էլ կներկեք։ 6 սովորող ստացել են 5 գնահատական։
1, 2, 3, 4, 5, 6 6 սովորող ստացել են 5 գնահատական Կարող եք ներկել տարբեր գույնի գրիչներով Այնուհետև 5 սովորող ստացել են 6 գնահատական և այսպես կարող եք շարունակել ինքնուրույն Կարևորը արդեն սկզբունքը պարզ է, թե ինչպես ենք կազմում սյունաձև տրամագիր 223 Հետազոտիր և կազմիր ձեր դպրոցի 6-րդ դասարաններում սովորող աղջիկների և տղաների քանակի վերաբերյալ սյունակաձև տրամագիր Պատկերացնենք ձեր դպրոցում սովորում է 37 6-րդ դասարանցի, որից 17-ը աղջիկներ են, 20-ը տղաներ են Աղջիկներ, տղաներ Աղջիկները 17-ն են, տղաները 20-ը, պատկերացնենք, սա մեզ մոտ 17-ն է, սա մեզ մոտ 20-ը Սա էլ տղաները Պատկերացնենք, ես չգիտեմ, որ դպրոցում 6-րդ դասարանցիները քանիսն են, որից քանիսն են տղաներ, քանիսն են աղջիկներ (224) 18 թվականի տվյալներով աշխարհում ապրում էր 7 միլիարդ 700 միլիոն մարդ։ Ըստ աշխարհամասերի ազգաբնակչության թվաքանակը ներկայացված է աղյուսակ 3-ում։ Ըստ այդ տվյալների կազմիր հորիզոնական շերտերով տրամագիր։ Քանի որ մենք այս թվերը չենք կարող տեղադրել մեր կոորդինատային առանցքի վրա, կազմում ենք մոտավորապես, դասավորությունը կազմում ենք մոտավորապես։ Հիմա օրդինատների առանցքի վրա ներկայացնում ենք աշխարհամասերը, Անտարկտիդա, Օվկիանիա, Հյուսիսային Ամերիկա, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան, Եվրոպա, Աֆրիկա, Ասիա։ Ամենաշատը մեզ մոտ Ասիայում է բնակչության թվաքանակը և Անտարկտիդայում ընդհանրապես բնակչություն չկա, Անտարկտիդայում բնակչություն չկա։ Օվկիանիայում մոտավորապես 41 միլիոն ենթադրենք այսպիսի մի բան։ Հյուսիսային Ամերիկայում 363 միլիոն, եթե այստեղ 41-ն է, պատկերացնենք 3, 4 և այլն, 363 միլիոն, այսպիսի ինչ-որ մի բան, 651 միլիոն, 742 միլիոն, մի քիչ սրանից ավել, 1 միլիարդ 28 հարյուրերորդական միլիոն, 4 միլիարդ 54 հարյուրերորդական պատկերացնենք սրա նման մի բան։ Շերտերը կարող ենք գունավորել, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։
Կարող եք գունավորել, կարող եք չգունավորել, պարզապես ավելի պարզ երևալու համար նման մի բան ենք անում։ Ասյանը թող մնա երկու։ Այստեղ գրում ենք թվաքանակները։ Այսյանը փաստորեն, այսա մի քիչ կերկարացնենք։ 4,58, այստեղ 1,28, այստեղ 740 միլիոն, այնուհետև 651, այնուհետև 363 և 41, այս է 0, սա մեր մոտ 224 առաջադրանքներ։